Սիրելի հետևորդներ, ողջույններ, բարևներ։ Ես տանն եմ, վերադարձել եմ, ասեմ, որ այս 2 օրում այնքան հոգնեցի, իհարկե ամեն ինչ բարեհաջող եղավ, լավ գնացինք, եկանք, դա այդ ճանապարհները սառած էր, Աստծո անունը տալով, Աստծուն աղերսելով, աղաչելով հասանք տեղ ու վերադարձանք, բայց հիմա մի հատ կոֆե դնեմ թողեփվի, նոր շարունակեմ պատմելը։ Հետո էլ դե գիտեք երկար ճանապարհ գնալը ինչքան հոգնեցուցիչ է, մարդ հոգնում է, մանավանդ որ ես էլ չեմ կարողանում տենց երկար ճանապարհ գնալ։ Իհարկե մոտս տենց ճնշումս չի բարձրանում, չի իջնում, հետաքրքիր է, ոչ սիրտս է խառնում, ուղղակի մի անսովոր զգացողություն է լինում, ինձ հետ կատարվում, չեմ կարող բացատրել, այդ ճանապարհներից ես վատ եմ զգում, ինչ անեմ, բայց դե պետք է գնանք, Արտաշատը կենտրոնն է, քուրս գնացել է հյուսիս, ես եկել եմ հարավ, բայց դե ինչքան էլ որ հոգնենք, չի լինում ռիթներին չգնալ, պետք է գնանք, առանց հետ էլ շուշուտ չենք գնում, ամեն մեկս մեր գործերով, մեր հոգսերով, ճիշտ է, զանգում ենք, խոսում ենք, տեսազանգեր, բայց այդ գնալ, այցելելը առիթներին է, այն որ քուրս էլ պարապ չի, բայց տեսնում եք ինչքան ջերմ քույր եղբայր ենք մենք, այդպես, ինչ ասեմ, բարեհաջող անցավ, եկանք մեր զինվորին էլ բարի ծառայություն, ձեզանից էլ շատ շնորհակալ եմ, այնքան բարեմաղթանքներ եք գրել, լավ օրհնանքներ, որ այդ ամենը բավական է անփորձանք ծառայությունը անցկացնելու համար, Աստծո օրհնանքներն եք ուղարկել, իհարկե շնորհակալություն կրկին անգամ, դուք էլ մեզ հետ հուզվեցիք, ուրախացաք, ապրեք շատ, գոհ եմ ձեզանից, կոֆես է թող լինի, եկել եմ պատկերացրեք այնքան հոգնած, այնքան սառած, որ կոֆե էլ չեմ խմել, հենց պառկել եմ հանգստացել ու առավոտ շուտ, այսօր էլ շատ շուտ գնացինք գործի, գնացել եմ գործի, այդպես, հետա, բայց դե մի բան հաստատ գիտեք, որ մարդ ուր էլ գնա, ինչ էլ անի, իրա տնից լավ տեղ չկա, իրա տան կոֆեից համեղ կոֆե չկա, բայց սուտ եմ ասում, քրոջս տունը այնքան յուրահատուկ համեղ կոֆե խմեցի, և նույնիսկ այնտեղ 2 անգամ եմ կոֆե խմել, մեկ երբ որ հասա տեղ, այդ ժամանակ դրեցին խմեցի, հետո էլ մի քիչ անցավ և այդ երկրորդ կոֆեն մի յուրահատուկ համուն էր, քրոջս ասում եմ, էս նույն կոֆեն է, շատ համեղ կոֆե էր, գործից վերադարձել եմ, տներն եմ կարգավորում, դե գիտեք, ինչքան էլ երեխաները անեն, Լիլիթը անի, բայց դու գալիս ես մեծ ավարի, մեծական գործերը անում ես, խոհանոց, սառնարան, ինչ-որ բաներ վերցրեցի, հին ուտելիքներ թափեցի, հիմա մաքրում եմ, լվանում ու կոֆե խմեմ, անցնեմ ուտելիք պատրաստելուն, ինչ եմ պատրաստելու, կոֆե խմելու ընթացքում կորոշեմ, այս ամիսը ասել եմ, չէ, շրջագայությունների ամիս է, վաղն էլ աղբորս ծնունդն է, Արտաշեսի ծնունդն է, պետք է ուր գնան Ազոն, իհարկե ծննդավայր, գյուղ Դիտակ, մեր գյուղի անունը Դիտակ է, գնալու եմ գյուղ, էլի, քուր, եղբայր, հարազատներով կհավաքվենք, ծնունդը կնշենք ու կգամ հաջորդ օրը, այդպես, օրերը անցնում են, գոնե շուշուտ տենց լավ առիթներով զբաղվենք, ես հունվարն էլ թռնի գնա, մինչև տեսնենք ինչ ենք անում, մին էլ, ահա, Գարունը, մին էլ, ահա, Գարունը, հետո որ մի տեղ ես գնում, դու կլիման փոխվում է, դու սովոր ես քո տեղանքի կլիմային, ինչքան էլ ցուրտ լինի, ինչ լինի, դու
սովորում ես քո տեղանքի կլիմային, այնտեղ ճիշտ արևեր, տեղացիները համարում էին, որ շատ տաք է, արևոտ է եղանակը, մենք էլ դողում էինք, դողում, տեսակ ինչ, այդ ցուրտը դեռ մտել է ոսկորներից մեջ դուրս չի գալիս։ Ոյ նստեմ վայելեմ։ Ասեմ, որ մեզ մոտ հիմա այս ներկա պահին լավ արև է դուրս եկել, տաք է, ու տեսեք կարճաթև։ Մի հատ այն վազը բեր, որ պոպոկ-մոպոկ է, որ կոֆե խմեմ։ Ոյ, կորոտել էի կոֆեին։ Բեր, ես քեզ բան ասեցի, չէ՞։ Երևի ջրալի ճաշ սարքեմ, հոգնել ենք այդ փլավներից, չգիտեմ, ջրալի ճաշը հիմա իսկը տեղին է։ Արդեն գիտեմ, որ ջրալի ճաշ է, բայց ինչ եմ լցնելու մեջը, ինչ եմ լցնելու, մակարոն, ձավար, բրինձ, ոսպ, գարող, չգիտեմ, ձավարով ավելի հաճույքով ենք ուտում, նույնիսկ երբ որ մնում է հաջորդ օրը ավելի համեղ է լինում։ Աշոտն էլ գործի է, տեսնեմ գործից հոգնած չի լինի, ախ ոնց հոգնած չի լինի, ինքս ինձ նենց բան եմ ասում ու ինքս ինձ էլ պատասխանում եմ, հոգնած կլինի իհարկե, բայց դե մեր են գեղեցկուհուն պիտի հանենք հյուրասենյակից, արդեն տոները ավարտվեցին, հին նոր տարին էլ, հին տոմարով նոր տարին էլ տոնեցինք, բայց գեղեցկուհուն պետք է հանենք։ Տեսնեմ այսօր հավես կանի հանի։ Խմեցի և գնացի նկուղ, գնամ համեղություններ բերեմ։ Ես իմ ասածը արեցի, բայց դե շունչս էլ փչեց, այդքան ծանր, առաջի հարկից բարձրացա 4-րդ հարկ, բայց բերել եմ համեղ պահածոներ, հերթով ներկայացնեմ ու լվանա։ Գազարով բերեց, սա լոբով ճաշ է, տոմատ տենց պամիդորի սոկի մեջ, լոբին շատ համեղ է, խավիար, սա հյութ է, պամիդորի սոկ է, սա էլ, ոյ, սրա անունը չտամ, սա մի հատ յուրահատուկ պահածո է, չգիտեմ ովքեր հետևելով ինձ պատրաստեցին, դա չգիտեմ, բայց ասեմ, յուրահատուկ համեղ է, ով ուտում է, փորձում է, գնահատականը 10-ից 10 լինում, քյարավուզն է, նեխուրը, պամիդորի սոկով, տենց մարինադի ձևով, շատ համեղ է, այլ տեսեք, խթայ է, պամիդոր, բամյա, վարունգ է, բանկաները սառն են, հենց բերում ես ներս, տաքի և սառի հպումից գոլորշի անում են, դենց գոլորշի է լինում, չի լինի, որ չլվանանք, բացելուց պիտի մաքուր լինի, նկուղում մաքուր է, բայց փոշի է, չէ, լվանանք, բացենք, այսքանը մի անգամից չեմ բացելու, հա, չմտածեք, այսքանը նազոն հեսա կբացի, բերում եմ պատրաստում, պատրաստի այստեղ թող լինի, են որ մեկ-մեկ արավ պետք է գալի, իշնելուց մի հատ բանի համար չենք իշնում, տեսեք կարալյոկ էլ եմ բերել, այսպես թող մնա այստեղ, գեղեցիկ, սիրուն, թող մնա ջուրը տենց քանվի, համել լվացարանը հեսա ինձ պետք է գալու,
կառալյոկն է մի հատ լվանում։ Սրանք մամայից կառալյոկներն են։ Առանձին էի շարե, արդեն սա վերջինն էր, բերեցի, ահա, վերջինն էր սա, ուզում եմ որը բացեմ, որն է ձեզ հետաքրքիր, որն է ձեր համար նորություն իհարկե, ես գիտեմ դուք որն եք ուզելու, այս սա, որտև սա բոլորիդ հետաքրքրեց ինձ թվում է, սա բոլորին հետաքրքրեց, կբացեմ, օդերը դուրս են գալիս, հենց ձայնը գալի այդ փսոցը, որ ամեն ինչ նորմալ է փակածի հետ, նորմալ, դե ես էլ չեմ համբերում, որդից համբերեմ, ահա, այս ղրղրթան ցողունները մի հատ նայեք, այնքան համեղ է, դուք էլ պատրաստեք, այս տարի պատրաստեք և չեք փոշմանի, Բայց ինչ համեղ է, որ մի քանի հատ ուտեմ նոր անցնեմ գործի, խրխրթան, և դուք լայքում եք, ես էլ գնում եմ ղաղուրման բերեմ, ինչպես միշտ ես իմ տարբերակով սոխի կտրում եմ, սենց շատ արագ է, հարմար է, ու հեսի աշկերս էլ արդեն կմռմռա, ոյ, նշանները արդեն կան, հա ես, տես աշկերս փակ պետք է մաքրեմ, կտրեմ, նաև ես մի լայֆխակի մասին էլ եմ իմացել, տես նոր հիշեցի, որ դանակը բուսայուղ են անում, նոր մաքրում, չի մռմռացնում, չի մռմռում, էպվի, ես սենց, պատրիչները հանեցի և որոշեցի ձավարով ջրալու ճաշ, ուզում էի գարոխով պատրաստեի, բայց մեկ է տեսար Աշոտը չկերավ, Հաղորմայով սոխառած եմ անում, այստեղ մի փոքր պահածո էր, այն սալաթից էր, և քանի որ լցրեցի այդ թասի մեջ, որ տգեղ չերևար, մի գթալ էլ տենց, երկու գթալ էլ տոմատ լցնեմ, ու տոմատը դնեմ տեղը, թող այս մալինի կլցնեմ, Այնտեղ տապակվի, կարտոֆիլ, մի քանի հատ էլ կարտոֆիլ մաքրեմ, մաքրեցի, լվացի, այս ավելացնեմ, կարմիր պղպեղ էլ լցնեմ, այս էլ ստեղից վերցնեմ, այ, սառնարանը բեռնաթափվեց, բայց սարսափեցիկը տեղ չկա, ջուր բերեմ, ամեն անգամ մոռանում եմ, որ նախապես ջուր, մի քիչ սառը ջուր լցնեմ,
Ձավարն էլ մի քիչ նայեմ, մաքրեմ։ Պատահում է, որ քարա լինում, իսկ այն վրայի կեղևները լվանալուց թափվում է։ Լվանամ բերեմ։ Մի քանի հատ էլ թթու շլոր կամաց գցեմ, ջուրը չթռնի։ Եվ ցիտրոն։ Թող յարա։ Ճաշի ջուրն է ավելացնեմ։ Լավ էլի։ Ավելացրեցի եւ սա թող յարա։ Եվ գիտեք ինչ է պատահել, մի հատ տխուր բան է պատահել, բայց դե ում համար տխուր, ում համար ուրախ։ Իմ համար տխուր, ասեք ինչու։ Բայտակ հիշեցի, որ մենք ինչ ունենք, ջեջ, օղու հումք ունենք, թթի օղու հումք էինք պատրաստել և հիմա ինձ թվում է, որ սա հասունացել է, ճիշտ է արդեն սպիրտային մասել կամ մեր պարտադիր գոնե մի 2 կիլո պեսոկ լցնում ենք, եթե չլցնենք խմորում չի լինի։ Առնելով հաստատ համոզված եմ, որ այս օղին հասել է, թորելու ժամանակն է, ես տխրում եմ, բայց խմողները կուրախանան, հիմա վառեմ ու փորձեմ, հումքն էլ պետք է ժամանակին, եթե հասունացած չլինի թորենք, լավ օղի չի լինի, պղտոր կլինի, օղում այդ աստիճանը ցածր կլինի, քիչ օղի կստանանք, դրա համար ամեն ինչը պետք է իր ժամանակին անենք, եթե ժամանակն է, ապա պետք է թորենք և արդեն բազմիցս ասել եմ, որ ամենա այդ բարդ մրգերը, որից օղի ենք թորում, դա ծիրանն ու թութն են, ամեն մարդ չի կողմնորոշվում, բայց դե ես էլ մասնագետ եմ, գիտեք, արդեն համից իմանում եմ, որը որից հետո է, երբ է հասնելու, երբ է հասնելու, տենց, բայց մենք լուծկի չունենք, այ մարդ, ով է ասում մենք լուծկի չունենք, այն էլ մեկի տեղը երկուսն ունենք, ահա, թող վառվի, և այս պահը հեսա, որ եռած, պետք է լուծկիով վառենք, եթե կրակը բարձրացավ, կապույտ, լավ կրակ եղավ, վառվեց, ուրեմն թորելու ժամանակն է, մոտիկից բերեմ, որ դուք տեսնեք, իհարկե այս ջազվային չնայեք, սա իմ այդ օղեգործության ջազվան է, քան օղի եմ լցնում մեջը վառում, սենց էլ պետք է լինել, ու այս պահին ես ուզում եմ լույսը անջատեմ, կարելի է, չէ, այսպես լույսը անջատեմ, որ այս կրակը եթե վառվի, կպնելու այդ չկպնելու պահը ցույց տամ, որովհետև շատ եք գրում, հարցնում նազ, մանրամասն նկարագրի, պատմի, ես էլ ուզում եմ, որ տեսնեք, բացի YouTube-յան մեկնաբանություններում, ինձ անձնական Facebook-ով էլ, Messenger-ով էլ եք գրում, և ես գիտեք, սիրով պատասխանել եմ, օգնել եմ, ահա, նայեք, պետք է այսպես եռա, եռում արդեն, լուծկին վառում ենք ու բարձրացնում, տեսեք ոնց կպավ, հիմա նազոնին չանի, տխրի, լացի, ասեք տեսնեմ, սիրելի հետևորդներ, նազոնին չանի, տխրի, լացի, թե բերի դնի օղին քաշի, պետք է քաշեմ, չէ, վառվեց, պայտակ, որ այդ փրփուրները խանգարում են, որ ինքը վառվի, չէ, ժամանակն հասանալ զոպարապես բեր թորի էլի, ինչ ես վախենում,
Այս ընթացքում կարանք մի քիչ կամաց անեմ, որ այդ փրփուրները բարձրանում են, խեղդում են։ Չի տեսեք, ինչքան սպիրտային մաստ կա։ Այս փրփուրներն են մեղավոր, չնայած արդեն վառվեց, մի թքայ էի լցրել, շատ քիչ էի լցրել։ Հա։ Ողին ջեջը հասունացել է։ Եվ ինչ արած, իշուկ։ Մի հատ այդպիսի մուլտիկ կա, մի հատ այդպիսի մուլտֆիլմ կա, չէ, որ ասում է մայրի կավանակը շատ վատ բան է, որ ասում է ինչ արած, իշուկ, դուրս արի, հիմա իմն է, ինչ արած, պետք է ես թորեմ, ինչա, օրը առջևում, ուղղակի պետք է շուտ անեի, որ հասցնեի, լավ դե, ոչինչ թող ճաշը եփվի, կարևորը իմ ճաշը դրեցի վրան ու պատրաստվեմ այդ գործին, բայց մի հատ թարավուզ ուտելուց հետո պետք է վերցնեմ, այսիկ բացելու եմ հաստատ, սրանց մասին ավելորդ են խոսելը, դնեմ այն կողմ, պատրաստի թող մնան, ես էլ այստեղ այս կողմի վրա է, չէ, ամեն ինչը, դնում եմ այս գալոկ ենք ասում ինչ, անկյունակի տակը, այստեղ մնում է, և արդեն կահավոր ենք, սա այստեղ, ոյ, լավ եք էլի, ահա, այսպես է, վահա, լցրեցի ու բերեցի, ես էլ սենց, ես էլ է հսկայական աշխատանք, լովը ճոշը, շուտ հիշեի, հիմա մի անգամ արդեն թորել է հիմի բերան, դե վարվի, ես էլ բերեմ մաթոր, իստե, ես դնում եմ, կոմպլեկտը հավաքեմ, և կոմպլեկտը հավաքենք, ես սենց եմ անում, որ բարձրությունը ապահովենք, սա էլ այսպես, երջան դուխով, հա, մի հատ, երջան դուխով, ահա, ծեսած, նազո ջան, տեղեթալը, տեղ գնալը, կեվ հանելը, էսա ջանիցըտ, կթերիցըտ դուրս կգա, հոսքագծերը կցել ենք այստեղ, հոսքագծերն էլ միացնենք, հերթով միացումները տանք, սրանով հետադարձ ջուրնա գալիս, դուրս գալի, սեղմենք դուրս չգա, հետի տենց, ոչոսի, չգիտեմ, չասեն, քիչ կարելի այդ տենց, ահա, որ չընկնի, պետք է ամեն ինչ ապահովենք, ապահովություն լավ բան է, ապահովությունը լավ բան է, և ջուրը միացնեմ, ջուրը լցվում է, միացրեցի և հաջորդ կոմպլեկտի հետևից եկա, հավաքածուն պակաս էր, բանկա էլ պետք է բերենք, սենց բանկա կա էսի լվանանք,
սա էլ խմորեցի, խմոր եմ քսել, որ օղին դուրս չգա, իհարկե գոլորշու տեսքով է դուրս գալու, ես էլ խմորի ամանա։ Դե ճաշին էլ չի խանգարում, ճաշն էլ իրա հանգով թողեպվի։ Ու ես էլի շատ գործեր ունեմ։ Եվ այստեղ սիրելի հետևորդներ, ես ինչ եմ ուզում ցույց տալ։ Ահա իմ բաստուրման սարքած չորացել է ու այդ պատրաստելու ընթացքում, երբ որ չամանը պատրաստում էի, գրել է մի քանի անձնավորություն գրել են սխտորը մոռացար, առանց սխտորի կլինի բաստուրմա։ Ասեմ, որ իհարկե կլինի, մարդ կա կարող է սխտոր չի սիրում, չի գցում, բայց ասեմ, որ գցել եմ, ուղղակի չասեցի։ Եվ ոնց կարելի է ասել, մարդ չի ընկել մահացել, ասենք թե մոռացել եմ սխտորը, հայ հարայ, հուրույ դնում եք։ Ես եմ չեմ սիրում, մենք ենք չենք սիրում, չեմ գցում, դրա մեջ ինչ կա, ոչ մի բան, բայց գցել եմ, ուղղակի չեմ ասել։ Հիմա ուզում եմ կտրեմ։ Նայեք, աղջիկներ ջան։ Իհարկե փոքրիկ կտորը ես փորձեմ։ Դիրա եղա։ Պես է եղել։ Հիմա սրան էլ պոչուականջ կկպցնեն, պոչականջ կպցնողները բարակ կտրեցի, ուզում եմ բարակ կտրեմ, ամենալավը այն գործիքներով կտրելն է, չէ, ապարատով, բայց նայեք, լավ է։ Հաստ կտրի թող գնա, ահա նայեք, լավ էլ եղել է, չէ։ Ես էլ բաստուրման, կարող եմ բաստուրմայով ձվածեղ պատրաստել։ Լավ էսի տարանք մի կողմ։ Ես անջատեմ։ Այս խողովակն ես տաքանում եմ, ուրեմն պետք է գա, բայց դրա ժամանակը չի։ Ես էլ կտրեցի, դրեցի ստե, ինչի համար, չգիտեմ, բայց ուզում եմ չիրը լցնել, որ ուտենք, ափսոսա չմնա, վերջում այն ես չրերը չենք ուտում, վերջում օղի է դառնում չրերը։ Եվ գիտեք ինչ եմ մոռացել, որ ճաշին օղ լցնեմ, չնայած չի, օղ լցնեմ, գա օղիով մոռացա։ Թուզ է, սալոր, այսպես խնձորի չրեր, բնական, հետո էլ ինչ կա, տնական, այս տեսակի խնձորի չիր, սա մի քիչ շաքարավազով եմ արել, էլի համով է շատ։ Այս էլ սերկեֆիլի չիրա, էլի շատ համեղ է, շաքարավազը շատ քիչ եմ արել։ Եվ ամենակարևորը կարալյոկի չրերը, Աշոտը սրանից շատ է սիրում։ Թողը վերցնի ուտի, ես էլ սենց։ Որ սենց տեմպերով գործերս գնան, եղևնին կմնա։
Ես է պլանավորել էի Աշոտը գար, մենք ինչ անենք, տոնած բաստուրմի ձեռնել, հիմա կնգնենք կրակը ստեղից տարնդե, ընդեղից բերնդե, բայց լավ էր եղել, կորելի է ձված եղանել, պիցաների համար, ընտիր, տանեմ սառնարանը դնեմ, և ես զգում եմ օղու հոտը զգում եմ, շուտով կգա, խողովակն էլ է տաքացել, այսպես ուշադիր նայեք, հեսա կատ կթելով կգա, այստեղից պետք է ջուրակաթում, այս թորելուց հետո մի հատ պետք է սառը, ինչ են ասում, սվարկա, եռակցում, սառը եռակցում անենք, եռակցում են չէ ասում հայերեն սվարկային, տեսեք, ահա, կատ ջան, օղին եկավ ու մաչկը լուս, իհարկե խմողների, աման հա ասեցի թող խմեն, կարևոր է առողջ լինեն, ուրախությունով լինի, սենց եմ ան, որ երևա, ուրախությունով լինի, ավելի լավ ասենց օղիներ օգտագործեն, քան խանութի օղիները, ասեմ այս տարի ինձ մոտ օղու սակավություններ քիչ եմ թորել, չգիտեմ ինչու գործերս շատ էին, ժամանակ չկար, բայց հիմա ձմռանը չրերից եմ սկսելու թորել ու գրադուզն եմ ու այստեղ ես ստուգում եմ աստիճանը մոտ 60-ի մոտ ինքը գալիս է, զլնգուն, օղի, մի հատ տեսեք, լավա թող գա, սենց գա, լավա, տեսեք իչքան զուլալ է, սա ինչ է նշանակում, որ օղու հումքը ճիշտ ժամանակին է թորվում, և այս դեպքում ինչ եմ ասում, սիրելի հետևորդներ, ասում եմ բաժանորդագրվեք իմ ալիքին, լայքեք և մասնակցեք օղի թորելու օնլայն դասընթացներին, որոնք ձեզ տրվում են անվճար, իմացեք ավելին, եթե հետաքրքրում է ձեզ, օղի թորելը իր ողջ գաղտնիքներով, լայքեք, ճաշին չանտեսեմ, տեսնեմ էպվել է, չի էպվել, էպվեց և անջատում եմ, ահա, այստեղ տեսեք ես ինչ արեցի, որ կատ կթում է, մարլայով արեցի, որ ջուրը սենց ցակ ու ցրիվ չլինի, լցվի վեդրոյի մեջ, ինքը մարլան տենց քաշելու է ու բերի այս կողմի վրա, իսկ զնգզնգոցն էլ, օղու զնգզնգոցն է, այ ձենա է, հիմա կասեք պղտորա, ասեմ, որ օղու աստիճանը, եթե ցածրանում է, օղին պղտոր գույն է ստանում, բայց սա խնդիր չի, ես չեմ նեղվում, որովհետև երկրորդ անգամ պետք է թորեմ, զտեմ, բոլորը, տորը, զուլալը, պարզը խառնում եմ իրար ու երկրորդ անգամ թորում, ավելի մաքուր ընտիր օղի է ստացվում, դեռ գալիս է մոտ մի հատ, դե ինչպես միշտ այսպես պետք է ստուգեմ 30 աստիճան մոտավորապես գալիս է, մի քիչ էլ թող գա, երևի բան կան կլցվի ու արան կփոխեմ, նորը կդնեմ, այսպես, և ես թվում է, որ ես շատ մատչելի, շատ հասկանալի բացատրում եմ, ասեմ, որ շատ հետևորդներ ունեմ, որ փորձել են առաջին անգամ օղի թորել և ստացվել այն էլ ծիրան ու միշտ էլ բոլորին ես հարցով օգնում եմ,
Ասեմ, որ նաև ես չեմ նեղում այս աշխատանքից, մեծ սիրով եմ կատարում, ոչ մեկ ինձ չի պարտադրում, ոչ մեկ չի ստիպում, ես սիրում եմ նման բաներ օղի թորել, գինիներ պատրաստել, գինու տեսականիներ, տարբեր մրգերից, սիրում եմ նման բաներ։ Սա ես որպես ներկայացնում եմ իմ աշխատանք։ Հիմա կասեք, բա օղի թորելը տղամարդու գործ է, տղամարդը պետք է թորի։ Այո, եթե տանն են լինում, աշխատանքի չեն լինում, Աշոտն էլ է թորում։ Օգնում եմ բոլորներ, մանավանդ թութը, եթե սա թողեի վաղը, ոչ գիշերվա ընթացքում կարող էր թթվել ինքը, վրան անցնել, ժամկետը անցնել, այսպես կարելի ասել ու քիչ օղի ստանայի, չարչարանքն էլ գնար կորեր։ Դուք տեսել եք, չէ՞, ես այս թթի ջրերը հատ-հատ են խոտերի վրայից հավաքել եմ, որ օղի թորեմ։ Այնպես որ կարծում եմ, որ այս առիթով լայքերը պետք է շատանան։ Իհարկե գիտեմ, մեկնաբանություններ կգրենք, ասեմ, վայ, քո ինչ գործն այն չես թորում, այդ կանացի գործ չի, ոչ, բոլոր գործերն էլ աշխատանքներն էլ հարգի են, կապ չունի կանանցի, տղամարդու, առաջ են այդպես մտածել, առաջ մտածել են նույնիսկ, որ կանայք մեքենա չպետք է վարեն, բայց հիմա բոլոր կանայք էլ մեքենա վարում են։ Իհարկե կասեք Նազո, այդ ինչի հետ համեմատեցիր, բայց դե գործ է անում եմ, սիրում եմ։ Մարինատն էլ բացեցի, պատրաստվում եմ, որ հեսա կգան և հաց կուտենք, հաց կդնեմ, հաց կուտենք։ Հարալո ջան, հարալո։ Այս մարինատն էլ իմ չարչարանքի արդյունքներից է։ Կան հետևորդներ, որոնք նոր են միացել իմ էջին, հիմա ձմեռ է և չգիտեմ, որ ես զբաղվում եմ նաև հողագործությամբ։ Այս ագարունը բացվավ, Նազոին էլ տուն չեք բռնցնի, դարը դաշտը, հողամասը, այսպես։ Եվ այդ ժամանակ բոլոր մեկնաբանություններում ես տեսնում եմ, գրում են Սարի աղջիկ։ Այո, ես շատ եմ սիրում սարերը, ձորերը, դաշտերը, ինչու՞ չէ նաև իմ հետևորդներին, որոնք իմ կողքին են, լայքում են ու գնահատում են իմ աշխատանքը։ Եվ անկեղծ ուրախանում են իմ աշխատանքով, ես գոհ եմ ձեզանից։ Եվ կարծես իմ էջում բոլոր հետևորդներն էլ բարի անձնավորություններ են, բարի մարդիկ են։ Սա էլ կտրեցինք, կարալյոկը ջիրը 100 տեղ փոխեցիք կատվի ձագերի պես։ Դնեմ այստեղ, որ խոհանոցում մենք հաց ուտենք։ Փոխանակում արեցի, նրանք տարա հացը բերեցի։